Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Քարոզ Արշավի հերթական օրը սկսում ենք Ծաղկուն գյուղում։ Այստեղ մեր գաղափարակիցները, մեր համախոհները, մեր ընկերները եկել են մեզ դիմավորելու, եկել ենք ծանոթանանք բնակչությանը, լսենք խնդիրները, ներկայացնենք մեր ծրագրերը եւ ճիշտն ասած դե գյուղի ճանապարհների վիճակին նայելով, դե մնացած ամեն ինչը տեսնելով ակնհայտ է, որ այստեղ որևէ նորմալ վիճակ եւ աշխատանք եւ թիմ չկա։ Պարտադիր պետք է փոփոխություն եւ այս մարդիկ, այս վերևն է, որ թուրքական լոգոն դրածը Արմավիրի մարզ մտնելուց արդեն ակնհայտ երևում է, որ այս մարդիկ որևէ կերպ չգիտեն, թե օրենքը իրենց ինչ է ներկայացնում, արդար ընտրությունը եւ մրցակցությունը ինչ է, եւ բնականաբար իրենք անում են բոլոր հնարավոր խարդախությունները, օգտվելով սեփական պետական լծակներից եւ իրենց կողմից ունեցած անպատժելիությունից, այսինքն բոլոր տեսակի ապօրինի գովազդի, Քարոզ Արշավի ֆլայերներ, նկարներ, տարբեր շինությունների վրա, որոնք որ չպետք է այդտեղ լինեն, տեսնում ենք որ կան, բայց ես դες վստահեցնում եմ, որ այդ ամենը իրենց չի օգնելու, դա հերիք չի լինելու, իրենք չեն կարողանալու վերարտադրվել, իրենք չեն կարողանալու լինել մեծամասնություն եւ ընդդիմությունը միասնական ճակատով պետք է պայքարի ԿՊ-ի դեմ։ Բոլոր ընդդիմադիր, իրական ընդդիմադիր ուժերը պետք է մաքսիմալ կերպով քաղաքականացնեն այս ընտրությունները, որպեսզի ակտիվությունը եւ մասնակցությունը շատ լինի, այդ դեպքում ԿՊ-ն կհավաքի ցածր տոկոս, իսկ ԿՊ-ի սատելիտները առհասարակ շեմը չեն հաղթահարի։ Այս բանը միջոցառում է, ծանոթանում ենք ժողովրդի հետ, հետո արդեն կպտտվենք գյուղով։ Ներքվյաթերթիկը համար 4-ն է սիրելի հայրենակիցներ, Մայր Հայաստանը գալիս է վաղար շաբաթ, որպեսզի քաղաքական ապտակով վռնդի քաղաքացիական պայմանագրին հրաշք քաղաքից։